4 ամիս տևած որոնումներից հետո բացահայտվեց Մելիք գյուղի սարսափելի սպանությունը։ Կասկածյալները կնոջ որդիներն են։ Արագածոտնի մարզի քրեական ոստիկանները բացահայտել են շուրջ 4 ամիս առաջ Մելիք գյուղում տեղի ունեցած առանձնապես ծանր հանցագործությունը։ Անհետ կորած համարվող 56-ամյա կնոջ որոնումների ընթացքում իրականացված երկարատև օպերատիվ աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կնոջ մահվան մեջ կասկածվում են նրա երկու որդիները։ Իրավապահների տեղեկություններով նրանք խոստովանել են, որ կնոջը կյանքից զրկելուց հետո նրա մարմինը թաղել են տան հարևանությամբ գտնվող կիսակառույց շինության տարածքում։ Կասկածյալ եղբայրները 25 և 20 տարեկան են։ Նրանք ձերբակալվել են։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է, պարզելու հանցագործության բոլոր հանգամանքները։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը առաջիկայում կարող է վերանվանվել ու դառնալ աշխատանքի և բարեկեցության նախարարություն։ Նախարար Արսեն Թորոսյանի պարզաբանմամբ, բարեկեցություն հասկացությունն ավելի ընդգրկուն է և գործող անվանումից ավելի ճիշտ է արտացոլում գերատեսչության առաքելությունը, նշելով, որ նման անվանում ունեն նաև աշխարհի բազմաթիվ երկրների համապատասխան նախարարությունները։ Թորոսյանը միաժամանակ ընդգծել է, որ վերանվանումը չի ենթադրում բովանդակային փոփոխություն, որ բոլոր ծառայություններն ու ծրագրերը շարունակելու են գործել նույն ձևով։ Վերանվանման առաջարկն արժանացել է հավանության և կարող է հաստատվել առաջիկայում։ Իրավապահները բացահայտել են թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ ու իրացմամբ զբաղվող կազմակերպված խումբ։ Քննության տվյալներով 2024-26 թվականներին Telegram-ի առցանց հարթակների միջոցով խումբը զբաղվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ և մաքսանենգությամբ։ Խմբի ենթադրյալ ղեկավարն ու նրա կինը Հայաստանի պետական սահմանը լքելու փորձի ժամանակ ձերբակալվել են։ Ավելի ուշ բացահայտվել է նաև խմբի մեկ այլ անդամ, որի բնակարանից առգրավվել է շուրջ 2 կիլոգրամ տարբեր տեսակի թմրամիջոց և դրանց փաթեթավորման ու իրացման համար նախատեսված պարագաներ։ Խմբի ղեկավարի նկատմամբ կիրառվել է կալանք, կնոջ նկատմամբ տնային կալանք։ Կառավարությունը սահմանել է բեռնատարների սահմանահատման նոր կարգ, որն արդեն կիրառվելու է Հայաստանի սահմանային անցակետերում։ Նոր որոշմամբ կարգավորվում են ավտոկայանատեղիների գործունեության պահանջները, իսկ հերթագրման ծառայության առավելագույն վճարը չի գերազանցելու 5000 դրամը։ Միաժամանակ որոշ բեռնատարներ, լիազորված տնտեսական օպերատորները, օրինապահ հարկ վճարողները և շուտ փչացող ապրանքներ տեղափոխող մեքենաները սահմանը կանցնեն առաջնահերթությամբ, իսկ արտակարգ իրավիճակների համար բեռ տեղափոխող տրանսպորտը կազատվի կայանատեղի մտնելու պարտադիր պահանջից։ Սկզբնական փուլում նոր կարգը կգործի Բագրատաշեն և Ագարակ անցակետերում, որտեղ Հայաստանից դուրս եկող բեռնատարները նախ պետք է մուտք գործեն հատուկ ավտոկայանատեղի։ Հուլիսի 23-ից ուժի մեջ է մտել նոր կարգավորում, որով մեծ պահանջարկ ունեցող մի շարք ավտոհամարանիշեր արդեն հասանելի են առանց աճուրդի։ Խոսքը հատկապես այն համարանիշերի մասին է, որոնց թվային հատվածում կան 0 թիվը կամ 1-ից ավելի կրկնվող թվեր, տարբեր տառային համադրություններով։ Այսուհետև դրանց առաջնային օգտագործման իրավունքը ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են ձեռք բերել հաստատագրված գներով, առանց մրցույթի։ Սահմանված արժեքները տատանվում են 250,000-ից 8 միլիոն դրամի միջակայքում, կախված համարանիշի թվերի և տառերի համադրությունից։ Նոր կարգավորման նպատակն է մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ձեռքբերման գործընթացը դարձնել ավելի հստակ, հասանելի և իրավականորեն կանոնակարգված։ 2026 թվականի հունիսին Հայաստանում եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը հասել է 829748-ի։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալներով սա նախորդ տարվա նույն ամսվա համեմատ 33275-ով կամ 4,2%-ով ավելին է։ Աճը գրանցվել նաև ամսական կտրվածքով։ Մայիսի համեմատ աշխատատեղերի թիվն ավելացել է 6164-ով։ Ցուցանիշը հաշվարկվել է հարկ վճարողների կողմից ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների հիման վրա ու շարունակում է արտացոլել զբաղվածության դրական դինամիկան Հայաստանում։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։